Բարեկամներս, ահա մեր Սուրբ Լեռը Մասիսը Հարսիկի ծաղիկները գեղեցիկ։ Մենք գնում ենք գեղեցիկ հարսանեկան արարողության մասնակից դառնանք, բայց այսօր փոքր-ինչ ավանդույթները խառնելու ենք եւ առաջին ծաղիկը ոչ թե Հարսիկն է վերցնելու, այլ տատիկը ընկերներ։ Ինչ ա գրած։ Երջանկություն նորապսակներին եւ իհարկե այս ամենը նորից համեմում ենք ծափերով։ Դե հելնում ենք, աղբեր եկեք հաջող անեմ ձեզ գնում եմ։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Բարեկամներս, ահա մեր Սուրբ Լեռը Մասիսը եւ գեղեցիկ Նորագավիթյան ճանապարհը եւ իհարկե խցանումը։ Մոռացել եք, խցանում չէի տեսել, արդեն նոր տեսա որ խցանում կա։ Այ քեզ խայտարակություն։ Մենք գնում ենք գեղեցիկ հարսանեկան արարողության մասնակից դառնանք, բայց այսօր փոքր-ինչ ավանդույթները խառնելու ենք եւ առաջին ծաղիկը ոչ թե Հարսիկն է վերցնելու, այլ տատիկը ընկերներ, տատիկն է վերցնելու ծաղիկը, որովհետեւ թորնիկները Եվրոպայից վաղուց չեն տեսել տատիկին, շատ են կարոտել, ուզում են առաջին ծաղիկը նվիրեն տատիկին, ասեն ապրես տատիկ, լավ եղիր, առողջ եղիր, իսկ երկրորդ ծաղիկները նոր կտանք Փեսային, որ նվիրի Հարսիկին ու գեղեցիկ այդ սիրո տանգոն բոլորը տեսնեն, սիրո ծաղկանավիրությունը, այո, այսօրվա մեր զույգերն են, զույգն է, ծանոներն ասեմ, էլի, հեսա ասում եմ, մի րոպե, դեղ մի գնացեք բարեկամներ, բան չմնաց, հա, հեսա հիշեմ ինչ էի անում, հա, հիշա, հեսա կասեմ, ես դու ես բաց է, Նարեկի մուշեղի կողմից գնում ենք, Հարսին և Փեսային անակնկալ անենք և նվարդ տատիկին պետք է նվիրենք ծաղիկներ։ Մերսի շատ։ Դե մենք գնանք ընդե սկսենք կազմակերպել գեղեցիկ հարսանիքի սիրուն արարողությունը։ Հրանտի և Ալկայի հարսանիքն է այսօր։ Եվ Հրանտի քերու տղաները Նարեկը և Մուշեղը որոշել են անակնկալ անեն զույգին։ Եվ որ ասեն, բարով ես ամուսնանում, Նարեկն ու Մուշեղը ամուսնացել են։ Չէ։ Բա էլ ինչ է նտես նվեր մվերամ, անի մեր լավ բանա մետը նվեր մվեր են էլի ուղարկում, հա։ Ասա լավ բանա դուք պսակ եք և եվրոպացիներ դուք պսակն եք։ Իրանք ուրիշ նվերել են ուղարկել սրանից բացի, ուրիշ նվերելում են, էնտեն իրանք բապան։ Հա, բայց կան մեր հետ հանձնի, թե առանձին հանձնելու։ Չգիտեմ, կարող է իրանք էլ առաջանան և հանձնեն, չգիտեմ։ Հա, դե տեսնենք։ Երբ որ Էնդշպիլը երգում էր Մալինովի Զակատ, նա հենց այս մայրամուտը նկատի ուներ, որը մենք հիմա ձեզ ցույց կտանք։ Տեսեք ինչ Մալինովի Զակատ է հերվում։ Սա հրաշք է հայոց աշխարհում բետոնկա ճանապարհի վրա։ Ընկերներ, այս ճանապարհը նմանը չունի ամբողջ Հայաստանում։ Դուք տեսեք ինչ խելացի են սարքել։ 3 ուղղություն, որտեղ աչից տեղ են գտնում մինչև 60 արագություն քշողները։ Այստեղ մինչև 80-ից 90-100, իսկ այնտեղ արդեն 100 եւ ավել։ Այսինքն այս ճանապարհը արդեն իսկ անվտանգ է դառնում եւ կարող ես քո համար արխային քշես, բայց Սևան-Երևան ճանապարհը շատ բարդ է։ Մեր անցած տեսանյութում տեսակ ինչքան բարդություններ կան, որովհետեւ այնտեղ երկուղություն է եւ էլ նախասիրություններ չկան, այնտեղ ստիպված քշում ես այն ձևով, որ քշում են մնացածը։ Հետևաբար այնտեղ վթարները շատ են, Մասիսը վթա, շատ են։ Եվ դա ինձ դուր չի գալիս։ Արդեն մնացած հարցերը մնում են մեր վարորդների զիջելու և մեքենա վարելու կարողությունների բարելավման վրա հույսներս դնենք, որ նման բաներ չլինի։ Ես օրինակ զգացել եմ, թե ինչի համար են վթարները։ Վթարները անուշադրության պատճառով են, իրար չզիջելու և իրար պրինցիպ ընկնելու պատճառով է հիմնականում լինում վթար և արդյունքում կարող են լրիվ անմեղ մարդիկ տուժել։ Հետևաբար եկեք սիրենք մեկս մյուսին, չնայենք օտարի աչքերով, որովհետև մենք այնքան քիչ ենք մնացել, որ մենք պետք է աղբերներ, քույրեր լինենք, ուրիշ ոչ մի ձև։ Ուղիղ են գնում Վարդան։
Վարդանը հիմա ձեռով ոտովից բացատրեց, որ ուղիղ պետք է գնանք, բայց այնինչ այստեղից էլ կարող ենք մուտք գործել Վարդան, ինչի համար չենք մտնում, որ ինչ ասես։ Քանից մտնում ենք Մորենա։ Ախպերս դե գնանք ընդից ձախ անենք, Մասիսներ կնկարենք, իմ ուզածն այն է, որ տեսանյութը ճոխ լինի, Մասիսի այս քարե վահանակը նկարենք ի վերջո Վարդան, դες ինչ գեղեցիկ է, Մասիս, 1, 2, 3, 4, 5, 6 քարերի վրա գրված է Մասիս, 5-ին գրված է, այն մեկն էլ բանն է, էլի, հիմքն է, ամուր հիմքը, որ պահի եւ փորձը ցույց է տվել, որ լավ էլ պահում է, անգամ մեքենա է խփել դրան, մեծ արագության տակ ու չի շարժվել вообще, վեճին չի ելել։ Հա, բարեկամներ։ Մասիսից մեր Մասիսն է երևում, ամենասիրուն ձևով։ Այս լարերը որ չներ է, գիտեք ինչ սիրուն էր երևալու։ Այս հենց արդեն սկսեց երևալ առանց լար։ Մուտք են գործում Մասիս քաղաք։ Տեսեք, ասածս հաստատում եմ, այնտեղ կար վահանակ, որ գրված է Մասիս։ Մի հատ են կա գրած Մասիս, բայց Հա, դե քաղաք։ Որտե՞ղ է գրած, ինչ է դիզը, բանով է գրած։ այնա։ Հա, Մասիս, տեսեք ընկերներ, Վարդանը էս 2 րոպե ասում եմ մի հատ էլ կա Մասիս գրած, ես էլ ասում եմ մակա կա Վարդան ջան ինչ ես ուզում, ասում եմ հեսա նորից ժոգեցին չի ասում, էլի տարբերբոլ ձև էր գրած Մասիս, կարմիր տառերով որ ձետ կա, ты будь осторожен, ты находишься в Մասիսը, դա։ Իսկ Մասիս մտնելուն պես ընկերներ տեսեք անգար ավտոպայստամասեր օգտագործած։ Ու նորն էլ ունեն։ Եվ իհարկե սա ինչ եմ անդրադառնում, ասում, որովհետև այստեղ անուշ աղբերները շատ հարմար գներով են տալիս ամեն ինչը, եկեք օգտվեք։ Իմ հայ ազգ, իմ սիրուն ուժեղ, տանջված եւ հզորացած հայ ազգ։ Ընկերները հատուկ ձեր համար եկա Մասիս քաղաքի ներսի ճանապարհով, որպեսզի ով կարոտել է քաղաք Մասիսը, տեսնի կարոտարնի Մասիս քաղաքն ենք։ Մեր բուժում հրաշքի ящикներ էվակուատորի վրա։ Տեսեք ինչ հսկա հրապարակ է ընկերներ Մասիս քաղաքում։ Ինձ թվում է շատ շուտով այստեղ ինչ-որ բան կմտածեն ու գեղեցիկ կսարքեն, որ տարբերվի Երևանի կենտրոնական հանրապետության հրապարակի պես մի բան սարքեն, իմ կարծիքով կսարքեն մի օր, բայց այսօր իմ կարծիքով այդ օրը չի, հետո կսարքեն, էլի։ Հիմա ուղղակի աչից տեսեք ինչ սիրուն է գրված Մասիս եւ մենք հանդից ենք անցնում, ուղիղ ենք անցնում, չէ։ Գնում ենք, կներես կարմիր մեքենա, մենք սխալ միացրեցինք բան։ Մարգաց։ Բարեկամներ, հիմա մենք մտնում ենք Մորենա տանող ճանապարհը։ Այո, այս խաչմերուկը մեզ կհասցնի ուղիղ Մորենա, որտեղ մենք ունենք անուշ աղբերներ։ Երկուսն են նրանք, սև շորերով, բայց լուսավոր հոգով եւ բարի մարդիկ, իմ բարեկամներն են իրանք։ Գնանք հիմա ճշտենք մեր հարսանեկան արողակարգը որտեղ է ընթանում եւ ամեն ինչը տեղը տեղին կազմակերպենք։ Ախպերս տղերք ուր են, ախնանանուրա տեսել ես։ Հա, սև շորով, վրա անդոյնք են։ Ահա, նվար տատիկի ծաղիկները քեզ Վարդան։ Եվ հետո հարսիկի ծաղիկները գեղեցիկ, մեջն էլ անթորիում, սպիտակ ու ճերմակ անթորիում։ Բայց չեմ։ Հա, բայց ինչ պետք է անեմ, որ ընտամ քեզ, ոչ մի բան։ Վերցել ես գմփլուխ։ Մենք նայում ենք։ Հա, գնանք պտույտ անենք գան, գնանք Հրանտի հարսանեկան արարողությանը մասնակից դառնանք իր քերու որդիների կողմից, Նարեկի եւ Մուշեղի։ Դե մեջ կան անեմ հիշում աղբեր։ Աղբերներ, բարի օր ձեզ։ Հարսանեկի մասնակիցներն եք, Պոփեսան դուսը չի աղբեր հիմա։ Չէ։ Հանդիսավոր են ճանաչում եք, ան բան գիտեք։ Չէ, ինքս դեմքով գիտեմ։ Լավ։ Արցանգես ինչու կանգնեցին։ Բա 1000 բարին։ Այդ շատ լավ է որ օգնություն տառաջարկեցիր։ Հանդիսավար է պետք մեզ։ Մեկ էլ, հա, եկավ մեր անդոն, հա, մեռնեմ փոսակնին, նրա անդոն ուժեղ տղա է։ Ապրեց քես ա դուսը։ Ա հարսել է դուսը։ Հարսել է դուրսը, Վարդան։ Կան նստեմ։ Հա, կանչեք թողա, բարև ձեզ տղեր ջան։ Ոնց եք, լավ եք։
Ոչ շելի սենց ախպեր, ոտս կաղալով ֆրֆռում եմ։ Բայց ինձ շատ սախեն հել է դու սախպեր։ Ախուրոթա։ Տղերք ես Ես գրեֆա, հա։ միկրոֆոններով իրար եք լսում, հա, որը ինչ անի, որ դա էթա։ Նուժեղ է, էլի։ Չէ, հա, ախպեր, հա։ Գրեֆը իմ մոտ է մնում, էտե նավեր է, ախպեր, նավեր եմ տալի։ Բարեկամս, ես եկել եմ իրար հետ մի գեղեցիկ պահ կազմակերպենք։ Հարգանքներս, աննետ, Անդո, հիշի ախպեր։ Հիշար, բայց ես։ Հələ հիշացել եմ, շատ ծանոթ եմ կրել։ Հələ հիշացել եմ Անդոս, հլասա։ Դու իրան ասիր հիշար, ես ասում հիշար։ Հա, դե ինքը իր անունն էլ է Անդո, դրա համար։ Ասում Անդոս Ավարյանն ինչ ասում, ճիշտ ասած չեմ ինչ, հա։ Հիմա չես կարող։ Հա ոչինչ ախպեր, հետո կարամ։ Վերելա բան է, էլի։ Պարի։ Նա պարելու է։ Դե թող պարի, հետո մենք կանք պարենք։ Մեկը մենք կարանք սպասենք, խնդիր չեմ տեսնում։ Սիրուն կազմակերպենք։ Անդո ջան, հաճելի է շատ։ Դե հենց պարսնի ես իրար կարանք հանդիպենք էլի։ Հա, всё։ Վարդան դե ինչ ունես դիր սեղան։ Անուշ ախպերների համար բարև ձեզ։ Որը էս ինչ է ախպեր։ Ես բերել եմ որ սախտան հարսիկին։ Հա։ Ես անես ծաղակ եմ բերել, որ դες ծաղակ չկա։ Սա արվեստի գործ է սա։ Մոսկվա չի, Եվրոպա է։ Էս տվել են արդեն, թե նոր պետք է տան։ 1001 վարդա, էլի ախպեր, 1 2 3 4 5 6 7 8 9 10, հա էլի 1100 վարդ, դե։ Ասում ես ախպեր։ Անմեղ հայացքի նայել դժվար է շուրթերդ անմեղ քաղցր համբույրի համար է քեզ հետ խոսել դա մի կյանք է անմեղ հայացքի նայել դժվար է շուրթերդ անմեղ Սեր համբույրի համար է քեզ հետ խոսել դա մի կյանք է մեղմիկ հովիվ է դու քանքուշ ես անուշ ես այրող երազ ես ոչ չսիրեմ քեզ երազ ես դու ինձ համար սիրելիս աչքերիս մեջ դու ես դու Իմ նազելիս, երազ ես դու ինձ համար սիրելիս Աչքերիս մեջ դու ես դու իմ նազելիս Արում ես, շովում ես, երազ ես Պարիր, քնքուշ երազ Երկինքը կապույտ քեզ հետ պարում է հիացած աստղերը փայլում լուսավորում է զարդարված իսկ ես քո ջինջ բարի դեմքի սիրահարված Երկինքը կապույտ քեզ հետ պարում է հիացած աստղերը փայլում լուսավորում զարդարված իսկ ես քո ջինջ բարի դեմքի սիրահարված ես սիրտ չեմ անում որ քեզ մի պահ մոտենամ սիրտս այրվում է ասա ինչպես դիմանամ երազ ես դու ինձ համար սիրելի
Մոտավորում կարողես ասել ինչ։ Բայց Դուք եք ուտում դա։ Էս այլ է, երկու անց։ հա դե եթե ասենք հենց հիմա կտան։ Ախպեր դա ասեմ, բայց Viber WhatsApp-ով էլի ինձ կզանգես կամ կգերը 077 061 061 222 Հա Վերականգնալները շարունակվում են Եվս մի անակնկալ այս պահից հետոր ամսատներ Անկեղծ ասեմ, ես ինքս չգիտեմ ինչ Այդ մեր մասին է Բայց ունենք հյուրեր, ովքեր որ եկել են հատուկ անակնկալով Ես առաջարկում եմ հենց այս պահին դիմավորեք մեր սիրելի հյուրերին, ովքեր որ հատուկ անակնկալն են Հարցի և դեզային ապարտացել Հարգանքներս բոլորիդ բարով եք հավաքվել եւ ձեր հավաքույթը ես գեղեցիկ սուրբ օրվա կարող եք նշել հենց հիմա բարձր ծափերով մեր զույգի համար, մեր թագավորի ու տագու ծափերով Սահմանն գեղեցիկ ես, մի վարկյանում սիրեցիկ ես Սեր կամեցեք ծափերով, շնորհակալ եմ շատ, բայց հիմա անց զբաղված են մեր զույգը, որ ես չգիտեմ ոնց անեմ, ծաղիկ պետք է տամ քեզ։ Հրանտ, պետք է քեզ տամ ծաղիկներ։ Ծաղիկներ, որոնք մեծ սիրով ուղարկված են քո բարեկամների կողմից։ Եթե ուզում ես մի անգամից ասեմ, եթե չէ, կարող ես նվիրել հարցիկին, հարցիկ, բայց դու էլ պետք է ծաղիկը, դու ուզում ես տուր ես դնեմ։ Ուրեմն, եկեք բոլորով պայմանավորվենք, հիմա Փեսան թող ծաղիկները նվիրի հարցիկին, մի հատ պաչի կանի, դուք էլ ոգևորված Արցունքները կամաց հոսում են Երազելով զույգ սրտերը օրորվում են սիրահարված Գեղեցիկ էր պահը եւ այս պահին երկար սպասել են քո բարեկամները Եվրոպայից։ Ունես բարեկամներ Եվրոպայում։ Անունները կասես։ Լավ, ես ասեմ, չէ, ես ասեմ։ Մուշեղի եւ Նարեկի կողմից շնորհավորում են իրենց եղբորը, իրենց ներկայությունն են ապահովում այստեղ։ Սերը թող թագավորի ձեր ընտանիքում։ Եվ այս գեղեցիկ անակնկալը նաև մեկ նվեր ունի, որը խորհրդանշական է։ Էլի տալիս եմ մեր հրանտին, որ բացի։ Բացի տես ինչա վրան նկարած։ Ինչ նկար կլինի։ Ինչ ա գրած։ Երջանկություն նորապսակներին եւ իհարկե այս ամենը նորից համեմում ենք ծափերով, սերոն ծափերով։ Ձեզ բարի բախտ երջանկություն եւ մենք մի հատ ծաղիկել ունենք։ Հիմա պետքա դու գիտես տատիկը որտեղ է նստած նվարդ տատիկը, հա, որտեղ է, ցույց տու։ Նվարդ տատիկ։ Որտեղ է նա։ Ձեր ամուսինն ուր է։ Ուր է նա։ Եկեք ձեր թորնիկները Մուշեղ եւ Նարեկը որոշել են ձեզ էլ ծաղիկներ փոխանցել, որովհետեւ ձեզ շատ են սիրում։ Բայց ասել են կտակ պապին, թոտա տատին, մտել պաչի, որ հրանտներ տենա սովոր իդ սերը, ուտեն սիրուն ընտան։ Ամենաքաղցր օրը իր կյանքի Դե ձեզ բարձր տրամադրություն, լավով, Անդո ջան շնորհակալ եմ փոխանցելու համար, ձեզ լավով։ Շնորհակալ եք, վերել եք, շնորհակալ այսպիսի հաճելու գեղեցիկ պահեր մեզ պատելու համար։ Այապեր, այելի դու, ես ինչքան հարսանիք կան դե ես, Էսի մեր իմ հարսի հորսավ աղբոր բաննա, ասիկնա, դուքի հրատոր իմ աղբերն ասիկ։ Բարև ձեզ հարգելի սեղանակիցներ, տեսի քեզ բերց, խպենք։ Դե ձեզ բարձր տրամադրություն Լավ գործեր անեք։ Ապրիս աղբեր, ապրիս։ Դավայ Վարդան ջան, դե մենք ելանք Վարդանի հետ։ Ստեփանն եմ ես, Վարդան, դու իմ անունը մի մոռացի, Վարդան, արամ մի քաշ աղբեր մեջքը սավմա։ Դակ մոտիկանանք։ Ուրա, ով է։ Արա ում հարցիկի մորելել ես։ Հա, հրանտին աղբեր։ Արա կյանք դեր աղբերն է, որը սարել։ Ես ձեր աղբերն եմ։ Իմ լավ աղբերն է, ոնց ասել։
Բարի բախտ երջանկություն ախպեր ես։ Էլ այդտեղ։ Անկերներ մենք գնում ենք, մեր Վարդան աղբոր հետ են գնում։ Արիք ես տանեմ Եղեգնաձոր աղբեր։ Գալիս ես։ Լավան ես ասում, բայց մոտով հարցս լի է։ Հաջողություն եմ անում էլի, արի Վարդան հետ ենք անում հաջողություն։ Մեր Անդոն աղբեր, գիտես մեր Անդոն։ Մեր Անդոնը անուշ աղբեր, Վլադ նուր գնաց։ Վլադ, դե հելնում ենք աղբեր, եկեք հաջողանեմ ձեզ գնում եմ։ Իմ անուշ աղբերներ։ Բարեկամներ, սուրբ օրեր են հայոց աշխարհում, հայոց ընտանիքներ են միավորվում եւ ամեն ուր ընկերներ ու բարեկամներ են։ Բայց դու ինչ ես ուզում ինձնից, գերովի տարած, որ դու չես ուզում խոդեն գնես, հա? Ընգոպ, սուրբ։ Իդեալն է։ Ահա բարեկամներ, մենք լքում ենք մորենա հոլի տարածքը ու գնանք ուղիղ։ Կա գնանք Եղեգնաձոր, Վարդան։ Գնանք Եղեգնաձոր։ Դե գնանք Եղեգնաձոր։ Դուք մեր տիկին գոհարն եք։ Այո։ Շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Գնում ենք շնորհավորենք, ուրախացնենք մեր տիկին գոհարին, ասենք որ բարով եք ծնվել, բարով եք եկել լույս աշխարհ։ Ուրախ եք, չէ՞։ Գիտեք, չէ՞ ձեզ ինչքան են սիրում։ Այո։ Շնորհակալ ենք շատ։ Ահա, այսպես է լինում քույրիկի ուրախությունը։ Խորհուրդ ենք տալիս, որ բոլոր քույրիկ ու եղբայրները լինեն այսպիսին։